Դեկտեմբերի 1-ին 2 տարի, որ ես ստեղ եմ արդեն, այս սենյակը ռեմոնտից հետո մեզի հատկացրեցին։ 88-ի ավերիչ երկրաշարժին որդուն ու ամուսնուն է կորցրել Ջեմա Մելքոնյանը։ 37 տարի միայնակ ապրելուց հետո է տեղափոխվել Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոն։ Գլխին արդեն ծածկ ունի, տնից միայն սրբապատկերներն է հետը բերել։ Դրանք մահճակալի մոտ գտնվող պահարանի անկյունում են։ Մարդիկ կան մի դրսում են, բայց տակություն էլ չունիս, մենք տակություն ունենք, հարկան կա, պատիվ կա, ուտել կա, ամեն ինչ տնտեսություն ունենք, մենք արդակարգ կա, ամեն օր կնայի, հանգարց ինչ է պետք, ինչ պետք չէ, շնորհակալ եմ բոլորից։ Խնամքի հաստատությունում 159 տարեց է ապրում, միայնակ ու առողջական խնդիրներ ունեցողներից բացի այստեղ նաև ընտանիք ու երեխաներ ունեցողներ կան։ 56-ամյա Նելի Մալխասյանն արդեն 11 տարի է ապրում է խնամքի հաստատությունում։ Ընտանիքիցս բաժանվեցի հիվանդանալուց հետո, ընտանիքիցս բաժանվեցի, ասի դուք ես ձեզի չեմ ուզում խանգարեմ, ես կգնամ, ես հայրիկիս մոտ կգնամ, չեմ ուզում ձեզի խանգարեմ իմ հիվանդությունովս։ Ես դեռ բուժման մեջ էի գտնվում, ու իրանք դեմ չկանգնեցին ինձ, ու իմ պապաս ինձ վերցրեց իր մոտ խնամքի։ Հետո պապաս մահացավ, ես եկա այստեղ ծերանոցում։ Ամուսնու դստեր ու որդու մասին լուր չունի, իրենով չեն հետաքրքրվում, միայն իմացել է, որ երեխաներն ամուսնացել ու ապրում են Ռուսաստանում։ Տղաս աղջիկ երեխա ունի, աղջիկս արդեն մեծ աղջիկ երեխաներ ունի։ Արդեն ինչքան ժամանակ 5-6 տարի եղավ չեմ տեսել։ Գյումրիի շուրջօրյա խնամքի կենտրոնի տարեցների կեցության պայմանները փոխվել են։ 2020-ից կենտրոնի կառավարումը ստանձնել է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։ Դուք տվեք ասած ոչ հումանիտար պայմաններ էր էլի իրականում այդ մարդիկ որտեղ ապրում էին եւ մեր վրա պատասխանատվություն վերցրեցինք վերանորոգել, կահավորել եւ բացի այդ տեխնիկական հատվածից նաեւ փորձում ենք եւ այժմ էլ փորձում ենք մեր աշխատակիցների կարողությունները զարգացնել, տարբեր որակը բարձրացնել ծառայության, խնամքի ծառայության 4 մասնաշենքերի հիմնանորոգման ու կահավորման համար 300 միլիոն դրամից ավելի գումար է ներդրվել։ Դավիթ Ներսիսյանն ասում է, հաստատություն տեղափոխվել ցանկացող տարեցների ցուցակը երկար է։ Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։